Արգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, խոսելու ենք էլի շատ կարևոր թեմայի շուրջ, 5-րդ տարին անընդմեջ հզոր միտք հայկական կազմակերպությունն իրականացնում է հզոր համայնք խորագրով միջոցառումը, որն այս անգամ կկայանա մարտի 7-ին ժամը 11-ից 4-ը, Մովսես Խոհանացի 15 հասցեում։ Այն մայրաքաղաքում կհամախմբի շուրջ 600 պատանիների, շնորհակալություն, Հայաստանի մարզերից ու ջավախքից, որոնց կմիանան նաև գործարարներ ու տարբեր ոլորտներում հաջողված մասնագետներ։ Իսկ մինչ այդ այս ամենի մասին կխոսենք 5-ամյա գործունեության նպատակի, մասնակցության հնարավորությունների եւ ծրագրերի մասին, նախկին տարիների արդյունքների մասին ամփոփում կանենք մեր գեղեցկուի հյուրերի հետ խնդրում ներկայացրու նրանց։ Նուրբ, բայց միաժամանակ շատ հզոր մեր հյուրերին, հզոր միտք հասարակական կազմակերպության համակարգողներ, հզոր համայնք միջոցառման համակազմակերպիչներ Ստելլա Ավետիքյանը եւ Սոնա Պապիկյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Այսինքն էներգիա է, այսինքն հզոր։ Այսինքն պիտի լինես, այս բա չէ։ Հայ աղջկա իսկական էներգիա, այո։ Չէ, խնալու կլինի, չէ՞ հզոր միտք, չէ, հզոր միտք, այո, ինչպես ենք։ Հիանալի։ Շատ լավ։ Շատ լավ։ Ես չեմ առաջարկում հիմա մենք գնանք տենց են որ եկեք 5 տարի հետ գնանք, ինչպես ստացվեց որ որոշեցիք, չէ։ Շատ հզոր միտք ա եկել 5 տարի առաջ որ ստեղծել եք այս ամեն ինչ ու 5 տարին ամփոփել 2 բառով անհնարին կլինի, որովհետև ահռելի մեծ աշխատանք եք տարել մեծ թիմով ու շատ բան չեք բարձրաձայնել, շատ բանի մասին չեք գոռացել աղաղակել, որ տեսեք մենք այլ ենք մեր աշխատողներից է։ Չեք գորգրացել, որ սա այսպես, սա այնպես։ Ես կուզեմ նաև ուղղակի պարզապես նշենք, հա, հիմնական միտքը որն է, հայրենասիրություն, հայապահպանություն, հզոր միտք, ինչն է հիմքում, գաղափարը կարևոր։ Դուք աղա մեր թիմից եք։ Ամեն ինչ ճիշտ ասեցիք։ Իրականում մենք 15 թվականից ենք այսպես ասած պաշտոնապես սկսել հզոր մտքի գործունեությունը, աշխատում ենք երիտասարդների հետ, շեշտը դնելով մարզաբնակ երիտասարդների վրա, իրենց համար տարբեր կրթական ծրագրեր, միջոցառումներ, ճամբարներ, արշավներ կազմակերպում ենք, հիմնական միտքը իրենց մոտ եւ հմտությունների զարգացումն է եւ Հայաստանի նկատմամբ սեր ու պատասխանատվություն ձևավորելը։ Այնպես անելը, որ իրենք անձնապես ուժեղանան, բայց այդ ուժը օգտագործեն Հայաստանի համար, իրենց համայնքների համար ու ինչ ոլորտ էլ հետագա գնան, իրենց մտքում լինի Հայաստանին օգտակար լինելը։ Սա մեր գործունեության մեխն է, որի վրա տարբեր նախագծերով աշխատում ենք, որոնցից մեկն էլ հենց հզոր համայնքն է, որ արդեն 5-րդ տարին իրականացնում ենք, ինչպես նշեցիք, համախմբելով բոլոր մարզերից երիտասարդների, ինչպես նաև մյուս կողմից էլ տարբեր ոլորտներից մասնագետների, հատուկ հյուրերի, գործարարների, ովքեր գալիս են իրենց փորձով են կիսվում երիտասարդների հետ։ Մենք այդ օրը դեռ օրակարգում ունենք ելույթներ, նեթվորքինգի ժամ, ազգային բարեուսացում, այսպես հզորացնում ենք երեխեքին, վերադառնում են համայնքներ ու սկսում ավելի մոտիվացված ու ուժեղ գործեր անել։ Հրաշալի է։ Եթե այս 600 պատանիներից 10 տարի անց դառնան առաջնորդներ, կհամարեք, որ ձեր առաքելությունը կատարված է։ Վստահ ենք 10-ը չէ, շատը կլինեն, բայց նույնիսկ 10-ը եթե դառնան, այո կհամարենք։ Իրականում հզոր համայնքը արդեն 5-րդ տարին ամփոփելով մենք հասկանում ենք արդյունքները յետադարձ հայացք նետելով արդեն անցած 5 տարիներին մենք տեսնում ենք արդյունքները ճիշտ է դեռ այդքան չեմ մեծացել երեխեքով որ կդառնան որևէ մասնագետ դեռ իրենք են սովորելու փուլում են բայց արդյունքները արդեն երևում են կան հաջողության պատմություններ միջոցառման ընթացքում ձևավորված չգիտեմ պայմանավորվածություն երեխեք ունենք բիզնես են սկսել միջոցառումից հետո կապել են գործարարի հետ նեթվորքինգի ժամին խոսել են իրենց գաղափարների մասին են կիսվել հա գործարարն էլ արդեն օգնել է իրենց ինչ-որ գաղափարը դարձնել իրականություն արդեն փոքրիկ քայլերով բայց արդյունքները տեսանելի են Իսկ ձեր կարծիքով ինչն է պակասում մարզում ապրող երիտասարդներին որ կարող են տարի մայրաքաղաքի երիտասարդները Մենք հաճախ ասում ենք, որ հզոր միտքը այսպես գնում է համայնք, մենք ամեն շաբաթ կերակի նաև մարզայցեր ենք անում, գնում ենք տեղի երիտասարդների հետ հանդիպումներ ենք կազմակերպում, մասնագիտական կողմնորոշում, քննադատական մտածողություն, խնդրահարույց կետերի շուրջ սեմինարներ ենք անում, հետո վերադառնում ենք ու իրենց հետ օնլայն ենք կապը պահում
եւ հաճախ ասում ենք, որ հզոր միտքը կայծ է տալիս, որ այդտեղ կրակ վառվի, իրանց սովորաբար այդ կայծն է պակասում, որովհետեւ պոտենցիալը շատ մեծ է, աչքերը շատ վառվում են, պարզապես ինչ որ փոքր կայծ է պետք, որ կրակը վառվի ու ուժեղանան իրենք։ Կարծում եմ դա բոլորիս է հարկավոր։ Այո, կյանքի տարբեր փուլերում։ Կարող է էջերից եմ ուզում խոսել ձեր ճամփորդող գրքերը եւ ինչպես որ դուք նշեցիք մշտական այցերը գյուղերի։ Իմ կարծիքով ես ուզում եի նայ արդյոք կլինի ինչ-որ մի գյուղ, որ բաց եք թողել, կլինեն գյուղեր, որոնք դեռ չեք հասցրել գնալ, բայց այդ ձեր top բոլոր գյուղեր հայտնվել, շփվել բոլոր երիտասարդների երեխեքի հետ, դա շատ ֆանտաստիկ է, բայց կուզեմ խոսենք հենց ճամփորդող գրքերից, որովհետև քիչ առաջ մեր հյուրն էր Edit Print-ից, խոսեցինք շատ ֆանտաստիկ գրքի մասին, որը կարծում եմ ձեզ հետ միասին կտանեք ու կտարածեք բոլոր մարզերում, ոչ միայն փոքրերի համար է, ու մեծերի համար է այս գիրքը։ Այն չէ տալիս այդ ճամփորդող գրքերը։ Նախ իմ կարծիքով ծանոթություն, շփում, նոր մարդկանց հետ ինչ որ քննարկումներ, որովհետև եթե դու գիրք ես կարդում կամ ընթերցասեր ես, արդեն դիմացինի հետ տարբեր բաներից կարող եք խոսել ու քննարկել հազար մի բանից։ Էլ ինչ որ տենց էջեր ունենք, այսինքն բացի ճամփորդող գրքերից, էլ ինչ ունենք։ Իրականում մեր ծրագրերը շատ են, ամեն ծրագիր իհարկե իր հերթին իր խնդիրն է լուծում, բայց բացի ճամփորդող գրքերից ունենք ուսանողետուն ծրագիրը, որը մարզաբնակ երիտասարդներին Երևանում կացարան է տրամադրում եւ ոչ ֆորմալ կրթություն տալիս, կնեն ուսանողներ, ովքեր որ գալիս են Երևան սովորելու, հա, համալսարանում բուհում սովորելու, մենք հնարավորություն ենք տալիս իրենց բնակվել մեզ մոտ, այսինքն ֆիզիկապես կացարան ենք տրամադրում եւ նաեւ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր են կազմակերպում էլի տարբեր գործարարների, մասնագետների հրավիրելով ուսանողի տուն, ուժեղացնում ենք ուսանողների գիտելիքները, հմտությունները, որոնք էլ ուսանողները կիրառում են համայնքային ծրագրեր իրականացնելու համար։ Ամեն շաբաթ էլի իրենք էլ իրենց հերթին գնում են գյուղեր եւ իրենց գյուղեր եւ տարբեր գյուղեր գնում են, ծրագրեր են իրականացնում, էլի այն ինչ որ սովորում են ուսանողի տանը, փորձում են տանել գյուղեր եւ գյուղերը ակտիվացնել։ Իսկ այս 5 տարիների ընթացքում եղել է ինչ-որ մի փուլ կամ շրջան, որ կասկածել եք, երկմտել եք, շարունակենք, թե ոչ, նման մտքեր եղել են։ Մեր գործունեությունը մենք սկսել ենք կարիքի հիման վրա, նկատել ենք խնդիրը, մտածել ենք ինչպես կարող ենք լուծել ու սկսել ենք փոքր քայլերից, հետո ինքը դարձել, մեծացել է, այս բանի մեծ ցանց ունենք ու երկմտանք չի եղել բնականաբար, որովհետև խնդիրը կա դեռ, մեր խնդրի լուծելու ցանկությունը կա, ուրախ կլինենք, որ ինչ-որ պահ կա, որ հզոր մտքի կարիքը չլինի, այնքան այն կետի հասած լինենք, որ երիտասարդների հետ այլ ուղղություններով աշխատի դպրոց օրինակ կամ կրթական մյուս հաստատությունները ու կարիք չլինեն մեր նշած կետերի շուրջ աշխատանք տալեն, բայց քանի դեռ կարիքը կա, մենք էլ այսպես ներդրել ենք մեր ողջ ներուժը, մեր ընկերների, մեր կապերի ջանքերը, այսպես եւ փորձում ենք խնդիրը լուծել։ Թե մոտիվացիայի անկում երբեք չի լինում, միշտ այսպես այլևս մոտիվացիայի հիման վրա չի, ես կասեի։ Այո, անհրաժեշտության, կարգապահության, որպեսզի խնդիրը լուծենք, հետո մեզ նաև միանում են տարբեր ընկերներ, գործընկերներ, ովքեր հավատում են մեր գործունեությանը, միանում են իրենց ժամանակով, ռեսուրսներով եւ դա էլ ուժ է տալիս, երբ որ մարդիկ գնահատում են ու ցանկանում են իրենց ներդրում ունենալ, որովհետեւ այն արդյունքը, որ մենք տալիս ենք, սովորաբար ասում ենք բոլորինս է հավասար։ Դուք նաև նշեցիք ջավախքի մասին, առանձնատուկ ողջունել ջավախքին, ջավախիցիներին, ամեն տարի ջավախքը միանում է, թե այս տարի է։ Ամեն տարի պարտադիր, նույնիսկ մենք ունենք հզոր համայնք ջավախք միջոցառումը, որը ամեն տարի իրականացնում ենք հենց ջավախքում ու այնտեղ ենք հավաքում արդեն ջավախքահայ երիտասարդներին, այստեղից ստանելով մեզ հետ արդեն այստեղ բնակվող տարբեր մարզերի երիտասարդների, գործարարների եւ փորձում ենք ջավախքահայ երիտասարդներին եւս ինտեգրել հայ երիտասարդների հետ ծանոթացնել, դուրս չենք թողնում ոչինչից։ Իսկ այս ծրագրի շնորհիվ դուք ինքներդ ինչպես եք փոխվել։ Նախ ասեմ, որ մեր թիմի բոլոր անդամները եւ երիտասարդները եւ արդեն ավագ անդամները իրենք այս process-ում տարբեր ուղղություններով հմտություններ են ձեռք բերում, ուժեղանում են, հետո այն միտքը, որ դու ներդրում ես ունենում մի ամբողջ ազգի սերնդի մեջ,
նույնիսկ փոքր, բայց սերնդի ձևավորման մեջ ներդրում ես ունենում, այդ միտքը էգոն նույնիսկ շոյում է ու ինչ որ կետում նաև բավարարվածություն է տալիս, որ քո արթնանալու պատճառը քո երկրի համար օգտակար է լինում։ Ես հուսով եմ, որ օրինակ 2027-ին երբ որ գաք մեր մոտ հյուր, իսկ ես վստահ եմ, որ դուք կգաք մեր մոտ, մնում ամենք միլիոն ստեղ։ Երբ որ կգաք մեր մոտ հյուր, մենք խոսենք դեք արդեն ինչից, երբ որ հզոր միտքը արդեն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է գնացել, կապ է հաստատել Հայաստանից դուրս հայրենիքից հեռու ապրող հայ պատանիների հետ, կապի է այնտեղի ապրող գործարանների հետ, որովհետև վստահ եմ, որ նրանք էլ կունենեն իրենց փորձով կիսվելու ցանկություն, ռեսուրսով, հնարավորություններով էլ ավելի զարգացնելու։ Միգուցե նաև կա արդեն նման պլաններ, որոնք չենք բարձրաձայնում։ Շատ մեծ չէ, բայց փոքրիկ համագործակցություններ, փոքրիկ սփյուռքի հետ կապ կա, բայց այո, ոնց նշեցիք, մենք եւս ունենք այդպիսի նպատակներ, ավելի սերտ կապեր ունենալ սփյուռքի թե երիտասարդների հետ, թե պատանիների հետ, հա, եւ թե գործարարների հետ։ Որ հզոր համայնքը արդեն դառնա համահայկական։ Ես վստահ եմ, որ շատ պատանիներ ու նաև այս 600 պատանիներ, չնայած այդ հարցի պատասխանը միգուցե ունենան, բայց շատ կարճ հնարավոր է պատասխանել, ասես կետ առ կետ, ինչ է տալու հզոր միտք այս պատանիներին։ Սկսենք 1, 2, 3, 4։ Առաջին հերթին կապեր, շեշտը դրա վրա շատ դրված է, որովհետև այսօր հայը հաջողում է, երբ որ մյուս հային օգնում է ու միասին առաջ են գնում։ Մյուս կետով գիտելիք, մենք այդ օր ելույթներ ենք ունենալու լավագույն խոսնակների, սպիկերների կողմից, ովքեր իրենց փորձով են կիսվելու եւ իհարկե էներգիա, որը տանելու են ու կապերը գիտելիքը օգտագործելով արդեն ներդնելու են իրենց համայնքներում ավելի ակտիվ գործունեություն ծավալելու համար։ Եվ ոչ պակաս կարևոր նաև ընկերներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Ջավախից։ Շնորհակալ ենք իսկապես բովանդակային եւ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ ցանկանում ենք մեծ հաջողություններ։ Վստահ ենք, որ հաստատ հաջողելու եք ձեր գործում, թե ներկայում, թե ապագայում, բայց ցավոք սրտի մեր եթերաժամանակը սպառող։ Բայց ես նաև ուզում եմ ողջունել ձեր մեծ թիմին, հզոր մտքին, որովհետև միայն այս երկու գեղեցկուհիները չեն, որտեղ ահռելի մեծ թիմ կա այնտեղ, որ ամեն մեկը տարապում է, աշխատում է, մտածում է ինչ անենք, ոնց անենք, որ ամեն ինչ լավ լինի։ Շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ էլ շատ շնորհակալ ենք։ Կհանդիպենք մարտի 7-ին Էլիտ Պլազայում։ Շատ լավ, ժամը քանիսին, եւս մեկ անգամ հիշեցինք, ժամը 11-ից մեկնարկում ենք միջոցառումը։ Բոլորը կարող են գալ։ Բոլոր։ Դե միգուցե չտեղավորվենք Հայաստանում, բայց ցանկացողները։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Իդեպ ես ուզում եմ կիսվել մեր հեռուստատեղի հետ մի փոքրիկ փրկիկ է տեղի ունեցել մեր եթերի ընթացքում։ Եթե դուք չնկատեցիք, սիրելի հեռուստատեղիների փոքր քնած եք մնացել։ Մենք մի բան անհետացանք եթերից, գիտեք ինչու, որովհետև մեր էներգիան, մեր հյուրերի էներգիան այնպիսի հզոր էներգիա է, որ այսպես ամբողջությամբ sense տեխնիկան sense մի բան sense քնածրել էր։ Մթագն։ Բայց քանի որ սա կենտրոն հեռուստաընկերությունն է, վարկանական մենք վերադարձանք։ Եվ լույս առավոտի հաղորդաշարն է, այո։ Ձեզ լավ որ։ Իվա տաղարում կաշխատեն մեր մյուս գործընկերները։ Բայց դուք նայեք միայն 2 շաբթի, 3 շաբթի եւ 5 շաբթի։ Ձեզ լավ օրվա շարունակություն։